գալիս է իհարկե ագրեսիվ քաղաքականությունը արդյունաբերության զարգացման բան։ Մի քանի նկատառում կարող եմ ասել, սա ոչ թե հակասում ասել, որ կա, բայց մի քիչ ավելի պրոբլեմը ուրիշ անդրադակատել։ Առաջինը աշխատատեղեր արդյունաբերություն։ Ну, պաշտոնական ճակատագրությունն ասում է, որ ունենք ընդամենը 90,000 գործազուրկ։ Այն իջել է մինչև 13%, 300,000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ 140,000-150,000-ից ավելի դեպքում կլինի աշխատատեղ, որ չէ կարող զբաղեցնել հետևական։ Բայց ստեղ մի ուրիշ բան եմ ասում, որ ասում էիք պետությունը 15% դրի բան Նարեկ ջան, ես ետքի տարեկան 5 միլիարդ տրանսֆեր կա գալիս։ Դա պետք է ստերիլիզացնել։ Դուք ասեք, փողը գալիս է, ծառայությունը ընդեղ անում, որից գալիս է։ Արդյունքում ստացվում են դոլարային բարձր գներ։ Դոլարային բարձր գների պատճառը ոչ մի չինացի ձեր պրոյեկտների չունեն։ Բարի եղեք ստերիլիզացնել, ավելի փող է գալիս ետքի։ Ինչ է նշանակում ստերիլիզացնել։ Կենտրոնական բանկի նախագահան եկել է 2 միլիարդ առնում է։ Նոմա ներդրումային ֆոնդի մեջ այդ փողը հետ են վերում տնտեսություն։ Եթե դուք սա չանեք, սա խոսք են կողմը։ Սա կոչվում է ստերիլիզացիա, այդ բանի ստերիլիզացիա կարևորագույն է։ Դրա համար այդ ստերիլիզացիային զուգահեռ ցանկում է անպայման սուվերեն ներդրումային ֆոնդ ունենալու գաղափարը։ Ֆոնդ, ոչ թե բյուջետային միջոց։ Սա այդ մասով եւ այսինքն սա չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ, ես ասում եմ ճապն երևի սա կլինի։ Կենտրոնական բանկը պիտի առնի ստերիլիզացնի այդ փողերը։